Խոսենք այսօր մեկ թվանշանի մասին։ Ովքեր ծնվել են մեկին կամ ձեր թվանշանը սկսում է մեկ թվանշանից, ինչպիսի մարդիկ են այդպիսի մարդիկ։ Խոսքի օրինակ 18-ին եք ծնվել, 19-ին, 11-ին, 10-ին, հա, ընդհանրապես, եթե մեկ թիվը կա, այսպիսի մարդիկ բավականին շատ դժվար մարդիկ են, սիրում են միայնակ լինել, անկախ են, ազատ են, իրենց խոսքը տեղ հասցնելու համար սա բավականին մեկնյակների մոտ կարևոր է։ Մեկ թվանշանին դուք չեք կարող հրամայել այսպես արա, այնպես արա, հա, ընդհանրապես, ովքեր որ կփորձեն։ Ինչու՞, որովհետև նրանք ինիցիատիվնի մարդիկ են, այսինքն նրանք սիրում են իրավիճակը վերցնել, քայլեր անել, հա, նրանցից ստացվում է բավականին լավ ղեկավարներ, եթե կին են, բիզնես վումաններ, այդպիսի մարդուն դուք չեք կարող թելադրել երբեք ձեր կամքը, որովհետև նրանք կարող են, հա, եթե այդպիսի մարդիկ, ովքեր ծնվել են մեկ թվանշանի ներքո կամ ձեր թվանշանը սկսում է մեկով, դուք նրան հակառակը չեք կարող համոզել եւ այստեղ ինչն է հետաքրքիր, որ նրանք երբեք փոքրուց սկսած շատ դժվար է նրանց համոզել, որ ինքը այսպես անի կամ այնպես անի, որովհետև նա ունի իր կարծիքը եւ չունի ընդհանրապես ձեր կարծիքը։ Սկսենք դրանից։ Տաննել են այդպեսին, կարող են նրա հարազատները շատ հարցերում նրա հետ համաձայն չլինեն, բայց նա միշտ կարող է ասել այո, ձեր ասածն է, բայց նա շարունակի, հա, իր գործերը իր ուզածով։ Այսպիսի մարդկանցից լինում են լավ ղեկավարներ, լավ ֆիրմաների ղեկավարներ, գործարարներ, նաև այսպիսի մարդիկ սիրում են միայնակ մնալ, միայնակ գործել, ինչով լավ չէ մեկ թվանշանը, եթե կա ձեր մատրիցում, եթե հենց մի հատ մեկ թվանշան է, ընդհանրապես մեկ թվանշանի հետ կապված դուք չեք կարող միայնակ բիզնես դնել, որովհետև ձեզ պետք կլինի երկրորդ անձ, որին դուք կարող եք վստահել եւ որի հետ դուք կարող եք, եթե իհարկե վստահում եք, իսկ եթե այնքան որ ձեր հույսը դնեք ձեր վրա եւ փորձեք բիզնես դնել, 100% իմացեք, որ դա չի ստացվի ձեզ մոտ։ Ձեզ պետք է ունենաք շատ ընկերներ, որոնք կարող են ձեզ օգնել, օգնականներ, ովքեր կարող են ձեզ ոգևորել եւ այստեղ ձեր խոսքը պետք է կարեւոր լինի եւ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Ձեզանից ստացվում է լավ կոլեկտիվ ունենալ, որովհետեւ կարող եք լինել լավ ղեկավար եւ ղեկավար